Փոխգնդապետ Դավիթ Գրիգորյանը նախորդ տարի է օգտվել զինծառայողների համար մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեկային վարկավորման բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու ծրագրից ու նորակառուցայի շենքում բնակարան գնել։ Փոխգնդապետը բնակարան է գնել Կոտայքի մարզում։ Հայրս սպա է եւ այս ծրագրի մասին լսելուց անմիջապես հետո ընտանիքով որոշեցինք, որ պետք է հենց այս շենքում գնենք բնակարան եւ մի քանի տարի հետո մենք ընտանիքով կտեղափոխվենք արդեն այստեղ։ Ռազմական ոստիկանության ենթասպա Արթուր Ունանյանն էլ բնակարան է ձեռք բերել երկրորդային շուկայից 2025 թվականին է մասնակցել վիճակահանության ու ծրագրի շահառու դարձել։ Ամիսներ անց գնել է այս բնակարանն ու սկսել վերանորոգումը։ Արթուրն անկեղծանում է 15 տարի շարունակ բնակարան ձեռք բերելու մասին երազել անգամ չէր կարող։ Բնակարանը 54 քառակուսի է 3 սենյականոց, վերանորոգման փուլում է հիմա, վերանորոգումից հետո կտեղափոխվենք ընտանիքով արդեն մեր բնակարան։ Մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեկային վարկավորման բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցող զինծառայողները կարող են արդեն դիմում հայտ ներկայացնել։ Մեկնարկել է 2026 թվականի փաստաթղթերի հավաքագրման գործընթացը։ Ծրագրի շահառու կարող են դառնալ սպայական եւ ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողները։ Յուրաքանչյուր տարի վիճակահանության սկզբունքով կարող են ծրագրի շահառու դառնալ Պաշտպանության նախարարության համակարգի 500 զինծառայողներ։ Ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած զինծառայողները Պաշտպանության նախարարի անվամբ հունվար, փետրվար եւ մարտ ամիսներին կարող են դիմում հայտ ներկայացնել մասնակիցների ռեեստրում գրանցվելու համար։ Դիմում հայտի հետ սպան պետք է ներկայացնի ծառայողական վկայականի, կնոջ կամ ամուսնու անձը հաստատող, ամուսնության կամ ամուսնալուծության փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները։ 2021-2025 թվականներին ռազմաուսումնական հաստատությունն ավարտած լինելու դեպքում նաև դիպլոմի պատճենը կամ Պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության վարչության կողմից տրամադրված տեղեկանքը։ Իսկ անհատական բնակելի տուն կառուցելու ցանկություն հայտնած զինծառայողները այս փաստաթղթերի զատ պետք է ներկայացնեն իրենց անվամբ տնամերձ հողամասի միանձնյա, բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը։ Ծրագիրը ունի 3 բաղադրիչ՝ կանխավճարի տեսքով ֆինանսական աջակցության տրամադրում, որը կազմում է 2.5 միլիոն դրամ, վարկի տոկոսի սուբսիդավորում, որը կազմում է ինչպես առաջնային շուկայից, այնպես էլ երկրորդային շուկայից օգտվելու դեպքում 5% եւ լրացուցիչ երաշխիքներ։ Սա նշանակում է, որ եթե շահառուն ծառայության ընթացքում ձեռք է բերել այնպիսի հիվանդություն, որի արդյունքում ճանաչվել է հաշվանդամ եւ զորացրվել, ապա վարկը համամասնորեն կմարվի պետական աջակցության շնորհիվ։ Երաշխիքներից օգտվելու կարգն ու պայմանները հանգամանալից ներկայացված են կառավարության 2019 թվականի 1091N որոշման մեջ։ Բնահամակարգի մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեկային վարկավորման նպատակային ծրագիր իրականացում է 2020 թվականից։ Ծրագրի միջոցով նախորդ տարվա վերջի հաշվարկներով արդեն բնակարան կամ բնակելի տունը ձեռք բերել 2179 զինծառայող, որից 32-ը բնակելի տուն կառուցապատելու միջոցով։ Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանի խոսքով ծրագրի հանդեպ հետաքրքրությունը տարեց տարի մեծանում է։ Դրան նպաստում է նաև զինծառայողների ատեստավորման գործընթացը, որի արդյունքում վերջիններիս դրամական ապահովումը զգալի բարձրանում է։ Ատեստավորման միջոցով իրենց հնարավորությունները, այսինքն նաև վարձատրության մեծացման շնորհիվ կկարողանան ծրագրին ավելի ակտիվ, ավելի, այսպես ասած, իրական մասնակցություն ունենալ։ Հայտ ներկայացրած զինծառայողները վիճակահանությանը կմասնակցեն ապրիլին։ Թմբուկից վետ Արինումուշով թերթի քանած սպաները կհամարվեն ծրագրի շահառու։ Ի դեպ, կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ պետությունը 35 միլիոն դրամի չափով կֆինանսավորի 2026 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված, ավարտած եւ Պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված զինծառայողների բնակարանի ձեռքբերման վարկը, կանխավճարը, մայրգումարն ու տոկոսները։ Բնակարանները տրամադրվելու են սեփականության իրավունքով, պայմանով, որ վերջիններս պետք է ծառայեն 20 տարի։ Տաթևիկ Աբրահամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։